մի քանդակագործ ընկեր ունեի, Արտո Չակմաջյան։ Կյանքով լեցուն տաղանդավոր այդ տղան նման էր իր ստեղծած զարմանահրաշ քանդակներին։ Լույսը, խորհրդավոր այդ ճառագայթը թափանցում էր նրա քանդակների միջով և կենդանություն պարգևում քարե արձաններին։ Դեռ երիտասարդ ճանաչված էր յուրօրինակ քանդակներով։ Մեր հողետներից շատ հեռու չէր նրա արվեստանոցը։ Մի օր պարի դասերից հետո, երբ այցելեցի նրան, ասաց. «Ջուլիետ, վաղ ինձ մոտ է գալու Սերգեյ Փարաջանովը, նա հանճարեղ արվեստագետ է, հալածված սովետական բռնապետությունից։ Նրա նմանները 100 տարին մեկ անգամ են ծնվում»։ Հետաքրքրությունից աչքերիս բիբերը մեծացան։ Խնդրեցի Արտոյին, որ թույլ տա գամ իր մոտ, Փարաջանովին տեսնելու։ «Մենակ չեմ գա», ասացի ես։ «Վախենում եմ զարմանքից ուշաթափվեմ»։ «Մի վախեցիր», ասաց Արտոն։ «Փարաջանովը մեզ պես պարզ մարդ է։ Մեր հողետներից ոչ հեռու մի հին եկեղեցի կար։ Այն մինչև հիմա էլ կանգուն է որպես վկա մեր դարավոր լինելության։ Եկեղեցուց փոքր-ինչ հեռու հայտնի հոգեբույժ Յազմաջյանի սեփական տունն էր։ Այնտեղ էր ապրում Ֆրանսիայից ժամանած ընկերուհիս Ջիլդան։ Հիասքանչ գեղեցկությամբ մի աղջիկ էր։ Տեսքն այնքան շքեղ էր, որ ոչ մի տղամարդ չէր կարող անտարբեր անցնել նրա կողքով։ Մայրը ֆրանսուհի էր, ապրում էր Փարիզում։ Ամուսնացել էր Յազմաջյանի հետ, բայց տարիներ անց բաժանվել էին։ Սակայն մեր գեղեցկուհին, երբ դառնում է 18 տարեկան, որոշում է գալ Հայաստան և ապրել հոր հետ։ Քանի որ մեր տները միմյանցից շատ հեռու չէին, մի օր փողոցում Ջիլդային հանդիպելիս ասացի նրան. «Որքան գեղեցիկ եք, օրիորդ»։ Նա ժպիտը դեմքին նայեց ինձ և պատասխանեց. «Քո աչքերով ամեն ինչ գեղեցիկ է»։ Այդ օրվանից մենք դարձանք ընկերուհիներ։ «Ջիլդա, վաղը կգաս գնանք Արտոյի արվեստանոցը», հարցրի ես։ «Կգամ», ասաց նա։ Ուրախացած մտա եկեղեցի, մոմ վառեցի և Աստծուն խնդրեցի, որ երկար կյանք և առողջություն շնորհի մեր ազգի հանճարեղ ռեժիսորին։ Հաջորդ օրը զուգված զարդարված Ջիլդայի հետ մտանք Արտոյի արվեստանոցը։ Դեռ վաղ էր, Փարաջանովը չէր ժամանել։ Մենք երկուսով նստեցինք արվեստանոցի կիսախավար մի անկյունում և անհամբեր սպասում էինք հանճարի երևալուն։ Լսվեց դռան ճռռոցը, և սենյակը միանգամից լցվեց սպիտակ լույսով։ Սպիտակ սիմֆոնիա, մաժոր տոներով, ասացի ինքս ինձ։ Եթե մարդ կարողանար այսպիսի վերնագրով մի գիրք գրել, չէ՞ որ սպիտակն անչափ շատ երանգներ ունի։ Փարաջանովն ինքը սպիտակ սիմֆոնիա էր, մաժոր երանգներով, հաղթանդամ, միջին հասակի։ Կարծես կաղնուծառ լիներ։ Արտոն վազեց նրան ընդառաջ և ուղեկցեց արվեստանոցի մյուս անկյունում տեղավորված սեղանի մոտ, որը լիքն էր մրգերով, ընդեղենով և մի մեծ թասով, որի մեջ լիքը ընկույզներ կային։ Մենք լսում էինք, թե նրանք ինչպես են ջերմզրուցում և մեկ-մեկ ջարդում ընկույզները։ Վայրկյաններ անց ես Ջիլդային ասացի. «Մեր ներկայությունն ավելորդ է, ծլկենք»։ Մենք սուսուփուս քայլեցինք դեպի դուռը և ինքներս մեր վրա ծիծաղելով շտապեցինք դեպի մեր տները։ Սա մի սև սիմֆոնիա էր, սև երանգներով։ Մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչու Արտոն մեզ չծանոթացրեց Փարաջանովի հետ։ Տարվեց նրանով և մոռացավ մեր մասին։ Սերգեյ Փարաջանովը մնաց իմ հիշողության մեջ, ինչպես պատին փակցրած թանկագին նկար, որին չհամարձակվեցինք մոտենալ։ Մեղքը Արտոյինն է, մտածում էի ես։ Նա չուզեց մեզ հետ կիսել իր թանկագին գանձը։ Սնդուկյանի թատրոնի մի ներկայացման ժամանակ ես ծանոթացա Սարգիս Արուջյանի հետ։ Նա հայտնի էր որպես բեմի դեկորատիվ արվեստի վարպետ։ Հասել էր իր արվեստի կատարելությանը և փնտրում էր մեկին, որ գրի այդ մասին։ Այնքան մտերմիկ և ջերմ էր նա որպես արվեստագետ, որ ծանոթանալուց հետո քեզ թվում է, թե վաղուց, շատ վաղուց ճանաչում ես նրան։ Մի օր Արուջյանն ինձ ասաց. «Կգրես իմ մասին»։
Սիրով, ասացի ես։ Երբ անցանք գործին, նա պատմում էր, իսկ ես գեղարվեստորեն արձանագրում էի նրա պատմությունը։ Գիրքը կոչվեց Արուտչյանի դեկորատիվ բեմական արվեստը։ Ես դեռ Երևանում էի, երբ տպագրվեց այդ գիրքը, բայց երբ ռուսերեն հրատարակվեց, ջնջված էր իմ անունը, որովհետև ընտանիքով տեղափոխվել էի Փարիզ և համարվում էի հայրենիքի դավաճան։ Նույն ճակատագրին արժանացավ նաև իմ ինքնաճանաչում գիրքը։